քանի որ սահմանադրական շարժում է եւ ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է նոր սահմանադրության ներկայացումը հանրության ըստ էության, արդյոք ձեր պատկերացրած սահմանադրության մեջ լինելու է հղումը նախաբանում անկախության հռչակագրին եւ Տիկին Կարապետյանց 2000 թվականի խորհրդարանական ընտրությունների երրորդ հանրապետության հռչակումից հետո առաջինն է լինելու, երբ Արցախը ամբողջությամբ հայաթափված է եւ ձեզ որպես վարչապետի տեխնացու եմ ուզում հարցնել, ինչպես եք դուք պատկերացնում ընտրվելու պարագայում արցախցիների իրավունքների հետ կապված բանակցությունները եւ արդյոք իրատեսական համարում եք արցախցիների վերադարձը Արցախ։ Շնորհակալություն։ Երևի թե մի տարբերությամբ մենք սահմանադրություն չենք փոխելու, մենք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ենք գնալու, սա կարևոր բաղադրիչ է, որովհետև պետականությունը պիտի հարատև լինի, պետականությունը չի կարող ըստ նպատակահարմարության ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ խումբ մարդկանց նպատակահարմարության ընդհատվել, նորից սկսվել, հետո նորից ինչ-որ մի բան ստացվել, այդպես չի լինում։ Եթե անգամ կան սխալներ, դժվարություններ, խոչընդոտներ, այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհներն է պետք փնտրել եւ ոչ թե սահմանադրություն փոխել եւ նոր հանրապետություններ հռչակել։ Արցախի հետ կապված հարցերը նորից մենք ունենք մեր պատկերացումները եւ տեսլականը, բայց քանի որ մենք շարժում ենք եւ մեր նպատակն է համախմբել կոնսոլիդացիա ապահովել, սա այն առանցքային հարցերից մեկն է, որի շուրջ կարող են լինել որոշակի, այսպես տարաձայնություններ եւ մենք միասնական պիտի որոշում կայացնենք, թե ինչպես ենք այդ ընթացքը ապահովելու, հա, ինչպիսի գործառույթներ ենք իրականացնում, ինչպիսի գործողություններ ենք իրականացնում։ Իսկ արցախցիների իրավունքները դա միջազգային նորմերով սահմանված իրավունքներ են։ Դրանք որևէ մեկ անձի կամ որևէ մեկ երկրի, անգամ եթե շատ մեծ է այդ երկիրը, որոշելու խնդիրը չի։ Դրանք միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներ են։ Հետևաբար որևէ մեկը դա չեղարկել չի կարող։ Այլ խնդիրը թե ընթացս ինչպես պիտի լուծվեն այդ հարցերը։ Նորից կան բազմաթիվ շատ սուր հարցեր, որոնց մեր տեսակետը այս պահին արտահայտելու պարագայում կարող է կոնսոլիդացիա ապահովելու խնդիր լինի։ Հետևաբար մենք պիտի փնտրենք բոլոր ճանապարհները, բոլոր հնարավոր միջոցները, հնարավորինս մեծ թիմ կազմավորելու, թեպետ մեր թիմը այնպես չի որ փոքր է, բայց ներառական թիմի նկատի ունեմ ապահովելու հարցում եւ այն ցավոտ եւ սուր հարցերը, որոնք որ կան, դրա շուրջ պիտի համախմբենք եւ միասնական դիրքորոշում ունենանք։ Սա միակ լուծումն է այս պահին առաջ գնալու համար։ Մեզ համար, ինչպես ասացին գործընկերներս, շատ ավելի սկզբունքային եւ կարեւոր են այն 3 կետերը, որոնք մենք անդադ նշում ենք, դա պետական խորհուրդը, թվային կամ թվանշային, ես մի քիչ ուղղել են ավելի ճիշտ է ասել թվանշային պետությունը, բայց թվային պետություն մեր հասարակության ավելի ծանոթ բառ է եւ համապարփակ անվտանգային համակարգը։ Եվ էլի անպայման պիտի նշեմ նորից առիթ օգտագործելով այն ֆիլտրները, որոնք մենք դրել ենք, իսկապես թույլ չեն տալու կեղծ օրակարգեր ունեցող խմբերին գալ ու միանալ, որովհետև լուստրացիան ինքը շատ խիստ ֆիլտր է եւ դժվար թե այն մարդիկ, ովքեր մեղմ ասած այդքան էլ բարեպաշտ անցյալ չեն ունեցել, համաձայնվեն, ինքնակամ համաձայնվել, անցնել լուստրացիայի process-ով։ Բոլոր այն ուժերը, որոնք որ իսկապես իրենց անգամ եթե ինչ-որ խնդիրներ են ունեցել, բայց անկեղծ են իրենց մղումների հետ փրկել պետությունը, որովհետև մենք իսկապես պետությունը փրկելու վերածնունդ ապահովելու խնդիր ենք դրել, այո, այդ ուժերը գալու են եւ միանալու են եւ համաձայնվելու են եւ լուստրացիային եւ մորատորի դնելու իրենց նեղ քաղաքական, կուսակցական, աշխարհայացքային հարցերը դնելու են երկրորդական պլան։ Այնպես որ ծրագիր մենք բազմաթիվ ուղղություններով ունենք արդեն մշակված ծրագրեր, բայց նորից թե սոցիալական ոլորտի, թե տնտեսական մենք ունենք մեր տեսլականները եւ մեր ծրագրերը, բայց հիմա դրա մասին խոսելը ճիշտ չենք համարում, որովհետեւ կարող է ինչ-որ խմբերի դա ընդունելի չլինի։ Ավելի լավ կլինի, ավելի ճիշտ կլինի, եթե մենք համախմբենք, նստենք սեղանի շուրջ ու քննարկենք, թե ինչպիսի լուծումներ ենք միասին գտնելու։